Խորհրդային միության փլուզումից հետո առաջացած քաոսը դանդաղ վերածվում էր նոր հիերարխիայի, որտեղ ամեն ինչ որոշվում էր ուժով, կապերով և ֆինանսական հոսքերի վերահսկմամբ։ Հենց այդ տարածաշրջանում ձևավորվեցին այն ազդեցիկ ուժերի խմբերը, որոնք վերահսկում էին Կուբանի ու Կրասնոդարի երկրամասի տնտեսական և քրեական հոսքերը։ Այդ շրջանում ազդեցության զարգացման միտումը ակտիվորեն ընդլայնվում էր Դեդ Հասանի ազդեցիկ շրջանակներում։ Նրա համար կարևոր էր վերահսկել ոչ միայն քաղաքի, այլև գյուղական և առևտրային ոլորտները, քանի որ Կրասնոդարի երկրամասը համարվում էր երկրի ամենահարուստ գյուղատնտեսական կենտրոններից մեկը, իսկ նավահանգիստներն ու առևտրային ուղիները ստեղծում էին մեծ ֆինանսական հնարավորություններ։ Արմեն Հարությունյանը ծնվել է 1972 թվականի ապրիլի 17-ին Երևանում։ Մանկությունը սովորական էր, դպրոց, սպորտային խմբակներ, ընկերներ, բայց արդեն այդ ժամանակ կարելի էր նկատել նրա որոշակի տրամաբանությունը և լուրջ բնավորությունը։ Երիտասարդ տարիքում նա կարճատև փորձություն ունեցավ հասարակական կյանքում, բայց այն պահին, երբ տեղափոխվեց Ռուսաստանի հարավ, նրա կյանքը հիմնովին փոխվեց։ Այստեղ նա շփվեց ազդեցիկ հանցագործների և ուժային խմբերի հետ, ովքեր վերահսկում էին ամբողջ տարածաշրջանի առևտրային հոսքերը։ Այս շփումները դարձան հիմք նրա ավելի ուշ ազդեցիկ և վախեցնող կարգավիճակը ձևավորելու համար։ 1994 թվականին ընդամենը 22 տարեկան Արմենը ընդգրկվեց ազդեցիկ քրեական շրջանակներում և ստացավ օրենքողգող կարգավիճակ, ինչը միանշանակ ենթադրում էր, որ նրա հրահանգներին ենթարկվում են առանց հարցադրումների։ Արմեն Հարությունյանի սկզբնական գործողությունները կենտրոնացած էին տեղական բիզնեսների վերահսկման վրա։ Նա արագ դարձավ այն անձը, ով որոշում էր, թե ով իրավունք ունի գործել, իսկ ով ոչ։ Նրա մեթոդները տարբեր էին, երբեմն դա սպառնալիք էր, երբեմն անմիջական ֆիզիկական ուժի կիրառում, երբեմն վերահսկողության տակ պահված մարդկանց վրա հոգեբանական ճնշում։ Նրա մասին ասում էին, որ եթե մի անգամ լսել է անունը, այն անմիջապես կապվում էր վախի հետ, իսկ նրա հրամանները գերազանցում էին օրենքի ուժը։ 1998 թվականին Արմեն Կանևսկոյը ստեղծեց իր զինված խմբավորումը Կրասնոդարի երկրամասում, որը զբաղվում էր հարկերի հավաքմամբ, ազդում էր տեղական բիզնեսների վրա և վերահսկում էր ենթականերին։ Նրա հեղինակությունը, դաժանությունը և կազմակերպվածությունը համեմատվում էին Սիցիլիայի մաֆիայի հետ։ Այս խմբավորումը վերահսկում էր այն մարդկանցով, ովքեր ունեին մարզվածություն, ուժ և զինված պատրաստվածություն։ Արմեն Կանևսկոյի խմբավորումը առանձնանում էր նրանով, որ պատժումները հաճախ մահացու էին։ Նրանք, ովքեր խախտում էին կանոնները, ենթարկվում էին անմիջական պատժամիջոցների, բռնության, զենք, երկաթյա կամ բետոնե բիտեր։ Նրա ազդեցությունը հասավ այն մակարդակի, երբ նույնիսկ ուժեղ և փորձառու հանցագործները սկսեցին զերծ մնալ հակադրությունից։ Արմեն Հարությունյանի հաջողությունը ոչ միայն դաշնային վրա էր հիմնված, այլ նաև ռազմավարական մտածողության վրա։ Նա գիտեր, թե երբ գործողություն կատարել և երբ պահպանել հանդարտություն։ Այս ռազմավարությունը թույլ տվեց նրան հասնել այն աստիճանի, երբ նրա անունը դարձավ վախի և հարգանքի խորհրդանիշ ողջ հարավային Ռուսաստանում։ 2007-2009 թվականներին Արմեն Կանևսկոյի ազդեցությունը ընդգրկում էր ոչ միայն հարկերի հավաքումը, այլև խաղատների, զենքի վաճառքի, ֆինանսական հոսքերի և մարդկանց առևանգումների վերահսկումը։ Նրա հեղինակությունը դարձավ անխախտելի, անգամ այն դեպքում, երբ դատական կամ իրավապահ մարմինները ցանկանում էին միջամտել։ Արմեն Կանևսկոյի կյանքը, որը սկսվել էր ուժով, դաժանությամբ և հսկայական ազդեցությամբ, աստիճանաբար հասավ իր սահմանին ժամանակի և առողջական խնդիրների պատճառով։ Նրա կյանքի վերջին տարիները նշանավորվեցին մի շարք աղետալի հիվանդություններով, որոնք չնայած նրա հզոր հեղինակությունը ստիպեցին նրան նահանջել հրապարակային կյանքից։ 2000-ականների կեսերին Արմեն Կանևսկոյը սկսեց զգալ առաջին լուրջ առողջական խնդիրները։ Նրան մոտեցավ ծանր շաքարային դիաբետ, որը շուտով զարգացավ գլոբալ համակարգային բարդությունների։ Դիաբետը առաջացրեց ներքին օրգանների վնասվածքներ, և նրա պլանավորված ֆիզիկական հսկողությունը սկսեց նվազել։ Մյուս բարդությունը դարձավ պերֆորացված ոտքերի խորը վարակները, որոնց պատճառով մասնագետները ստիպված եղան ապուտացնել նրա ոտքի որոշ մատներ։ Դա Արմեն Կանևսկոյի համար մեծ հարված էր։ Նա, ով ամբողջ կյանքում ապրել էր հզոր, անվախ և ուժով առաջնորդված կյանքով, ստիպված էր ավելի զգուշորեն շարժվել, կախված լինելով բժշկական օգնությունից և պարբերական հսկողությունից։ Արմեն Կանևսկոյը նաև ուներ այլ խնդիրներ։ Նա ունեցել է դոնորական երիկամ, որը մի քանի տարի ծառայել է նրան, սակայն սկսեց մերժել ընդունելությունը, ինչը առաջացրեց լուրջ նեֆրոլոգիական բարդություններ։ Նրա առողջությունը արագ վատացավ, և նա դարձավ քիչ շարժունակ։ Նա չէր կարող երկար քայլել, նույնիսկ խոշոր հանդիպումներ կատարելու համար, ստիպված լինելով օգտագործել աջակցող միջոցներ։ Մասնագետները կանխատեսել էին, որ առողջական խնդիրները կարող են դառնալ մահացու, և այդ կանխատեսումները չուշացան։ 2010 թվականի վերջերին առողջական վիճակը գնալով վատացավ,
և նրան տեղափոխեցին հիվանդանոց վերակենդանացման բաժանմունք Աստրախանի Մարինսկի մարզային կլինիկական հիվանդանոց։ 2010 թվականի դեկտեմբերի 18-ի գիշերը մահացու հիվանդությունների պատճառով Արմեն Կանևսկոյը վախճանվեց հիվանդասենյակում, իր մահը բնորոշելով որպես երկարատև հիվանդության հետևանք։ Նրա կյանքը, որը տարիներ շարունակ եղել էր ուժի, ազդեցության և դաժանության մարմնավորում, ավարտվեց հիվանդությամբ և սահմանափակ ֆիզիկական կարողությունների պատճառով։ Նրա մահը, չնայած եղած հզորությանը, ցույց տվեց, որ նույնիսկ ամենաազդեցիկ մարդիկ չեն կարող դիմադրել կենսաբանական սահմաններին։ Արմեն Կանևսկոյի մարմինը տեղափոխվեց Հայաստան, Երևան, և նրան թաղեցին Շահումյան թաղամասի գերեզմանատանը, որտեղ հավաքվել էին ոչ միայն հարազատները, այլև նրա կյանքի ընթացքում նրա հետ համագործակցած ու հարգված մարդիկ։ Թաղման արարողությունը կազմակերպվել է հայկական ավանդույթներով ու միաժամանակ պահպանելով նրա կյանքին բնորոշ դաժանությունը և ուժը, շատերը հիշում էին, թե ինչպես է նա ղեկավարել ամենաազդեցիկ խմբավորումները Հարավային Ռուսաստանում։ Թաղման ժամանակ նկատվել էին նաև երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք ժամանել էին արտահայտելու իրենց հարգանքը ցույց տալով հայկական համայնքի ներսում նրա ազդեցության խորությունը։ Այս պահին Կուբանի ազդեցությունը, որը նա տարիներով պահել էր, աստիճանաբար սկսեց թուլանալ։ Նրա բացակայությունը ազատությունը տվեց մյուս ուժային խմբերին, և շատ ենթականեր սկսեցին վկայել նրա գործունեության մասին իրավապահ մարմիններին։ Արմեն Կանևսկոյի կյանքը ամբողջությամբ դարձավ օրինակ այն մասին, թե ինչպես ուժը, դաժանությունը և հսկայական ազդեցությունը կարող են մեկ մարդու կյանքը դարձնել վախի և հարգանքի սիմֆոնիա, սակայն վերջնական հաշվարկում մարդը անզոր է հիվանդությունների դեմ։ Նրա մահը, թաղման հարգանքը և նրա թողած ազդեցությունը Հարավային Ռուսաստանի և հայկական համայնքի մեջ հիշատակվում են դեռ երկար տարիներ։ Արմեն Կանևսկոյի մահը և թաղումը խորհրդանշեցին ոչ միայն մեկ մարդու կյանքի ավարտ, այլև հզորության, ազդեցության և կյանքի ճշմարտությունը, որը կարող է լինել երկիմաստ, հարգանքի և վախի աղբյուր։ Նրա մահից հետո տեղի ունեցան բազմաթիվ դատական գործընթացներ, որոնց ընթացքում նախկին գործընկերները ու զինակիցները սկսեցին բացահայտել մանրամասներ նրա գործունեությունից։ Բազմաթիվ պատմություններ հայտնվեցին այն մասին, թե ինչպես Արմեն Կանևսկոյը վերահսկել էր հարկերի հավաքումը, խաղատների ու բիզնեսների գործունեությունը։ Չնայած նրան, որ այժմ նա չէր կարող վերահսկել իրավիճակը, նրա մեթոդները և վախի մթնոլորտը շարունակում էին զգացվել շատերի վրա։ Արմենի մահը նաև ազդեց հաջորդ սերնդի վրայով, որոնք լսել էին նրա անունը կամ կարճ ժամանակ շփվել նրա հետ։ Նրա ազդեցությունը, կրթությունը և ռազմավարական մոտեցումները շարունակում էին ձևավորել որոշակի քրեական պատկերներ, որոնցից շատերը փորձում էին կրկնել նրա մեթոդները կամ խուսափել դրանից։ Ռուսաստանի ազդեցիկ համայնքներում նա մնաց որպես դասագիրք ուժի, վճռականության և քրեական աշխարհի նրբությունների մասին։ Եվ վերջապես, թեև Արմեն Կանևսկոյը երբեք չէր լինի կենդանի վերահսկողության տակ, նրա պատմությունը մնաց կենդանի հիշողություններում։ Նա ցուցադրեց, որ ուժը, ազդեցությունը և դաժանությունը կարող են ձևավորել ոչ միայն մեկ մարդու կյանք, այլև ողջ տարածաշրջանի սոցիալական և քրեական հյուսվածքը։ Նրա մահն ու թաղումը հիշատակվում են որպես խարսխային պահեր, մատնանշելով, որ նույնիսկ ամենազարգացած և հզոր մարդիկ անզոր են բնական ու կենսաբանական սահմանների դեմ, բայց իրենց թողած ազդեցությունը կարող է տևել շատ երկար տարիներ։